Բարև Անժել, արի նստի։ Անժել, ես չգիտեի քեզ ինչ բերեմ, ես մամայից իրա ծաղիկներն են, վերցրու։ Իրոք, մամաս այս ծաղիկները շատ էր սիրում։ Հա, չես հիշում։ Չեմ, ես համարը մամաս չեմ հիշում։ Անժել, ես շատ եմ փոշմանել, որ մամայիդ մենակ եմ թողել։ Ես կյանքում ամենաշատ դրան վար եմ փոշմանել։ Մամաս պատմել է ինձ քո մասին։ Հա, իրոք ես գիտեի մաման եղածել է ազատ ջան թողել ու գնացել եմ։ Մամաս սիրում էր քեզ։ Անժել, ես հիմա որ նայում եմ քեզ, ոնց որ մամայիդ նայեմ։ Աչքեր շատ են իրան նման։ Նույն կապոտ, խորը ու շատ սիրուն աչքեր են։ Բոլորին հասկացող, ամեն ինչ հասկացող։ Արժեք։ Ինչ է եղել, ինչ է այդքան շտապ կանչեցիր։ Ինչ է, չգիտես։ Քո ու պապայի ես վերջին հանդիպման մասին եմ ուզում խոսենք։ Դրանից հետո ինչ չես վստահում էլ, հա։ Կալյա այդ ձև էր ասել։ Գիտես ինձ հետ չի հետաքրքրում, թե դու իմ մասին ինչ ես մտածում։ Բայց ես չէի պատրաստվում ինչ-որ մի բան ասել։ Որովհետև դու շատ լավն ես, Վիրաբյանների մեջ դու ամենալավն ես։ Ու գիտես որն է ամենակարևորը, որ հորդ նման չես։ Բայց մաման ճիշտ հակառակն էր ասում։ Այդ նրանից է, որ մաման քեզ առանձնապես լավ չի ճանաչում։ Դու լավ ճանաչում ես, հա։ Պատկերացրու, որ հա։ Դե եթե տենց է ունում այդ դեպքում ասա, ինչի համար եմ քեզ կանչել։ Դե որովհետև չես հասկանում, թե ես ինչի եմ եկել Հայաստան ու ոտքս կախգծել, ասենք, ինչի եմ Աշոտից պահանջում ժառանգության իմ մասը։ Եթե իրոք այդպես է, այդ դեպքում ինչ կասես։ Հեչ, ոչ մի բան չեմ ասի։ Ընդհանրապես ոչ մի բան։ Չէ, ընդամենը կասեմ, որ այն ինչ քեզ է պատկանում Արման հիմա, հետո էլ է քեզ պատկանելու։ Չնայած ես ամեն գնով Աշոտից ստանալու եմ այն ինչ որ ինձ է պատկանում։ Այսքան ուզում ես ասես, որ քո ժառանգության այդ մասը վերցնելու ես ու հետո տաս ինձ։ Հա, հենց այդպես։ Ուրեմն ես էլ երեխա եմ, հա։ Մարդկանց չեմ ճանաչում։ Ով իր ժառանգությունը հենց այնպես կտա ուրիշի։ Ինչ ուրիշ, լսի։ Դու իմ սիրելի եղբոր, սիրելի որդին ես։ Այդ սիրելի եղբայրը դա չէ, որ ժառանգությունը վերցնում ես իրանից։ Թեկուզ այդպես։ Իդա, ոչ դու ես այդքան միամիտ, որ տենց բան անես։ Ոչ էլ ես եմ այդքան միամիտ, որ հավատամ ասածներին։ Կամքը քոնն է սիրելիս, ես ասում եմ այն ինչ որ պատրաստվում եմ անել ու մի մոռացիր, որ ես հորդ հետ խոսեցի դրա մասին հենց քո ներկայությամբ։ Բայց դա ինչ կապ ունի։ Մեծ կապ ունի։ Արման, մանր մունր բաները հետ կապ չունեն։ Ես ինձ թույլ չեմ տա դրանց պատճառով զրկվել քեզ հետ շփվելու հաճելի հնարավորությունից։ Լավ, մի բան կխմես։ Անժել քո քնելու ժամն է։ Հա մամ ջան։ Ես էլ արդեն պիտի գնամ։
Ես քեզ կճանապարհեմ, Գևորգ։ Ես գնամ Անժել։ Լավ։ Հետո էլի գամ, հա։ Եթե դու դեմ չես։ Հա, իհարկե, եթե մաման ու պապան դեմ չլինեն, ես դեմ չեմ։ Աչի Անժել ջան։ Գևորգը երբ ուզի կարող է գա քեզ տեսնելու։ Ես էլ մաման էլ դեմ չենք։ Շնորհակալ եմ։ Բոլորից էլ շատ շնորհակալ եմ։ Գնանք։ Հաջողություն։ Արշակ ջան, ես շատ շնորհակալ եմ ոչ միայն այն բանի համար, որ ինձ վերադարձիք իմ ամենահարազատ մարդուն, այլև դրա համար, որ Անժելին շատ լավ եք վերաբերվում։ Գևորգ ջան, Անժելը մեր երեխեն ա, մենք իրան Դավիթի պես սիրում ենք։ Հավատում եմ, Արշակ ջան, հավատում եմ։ Հաջողություն։ Հաջողություն։ Դուք իմ բռի մեջ եք, երեքդ էլ, դուք դեռ չգիտեք, թե ինչ է ձեզ սպասում։ Լավ ասեդամ, մի կես ժամից հետեղ կլինենք, կեզ ու գորիկին կվերցնենք ու կգնանք խնձոր հավաքել։ Հա, խաժակ ետ եմ խոսել։ Լավ, դուք պատրաստվեք, մենք մի քիչ հետո դուրս կգանք։ Լավ։ Համ այդ բեռնատարների վարորդների հետ պայմանավորվեցիր։ Հա, այդ ջան։ Բեռնատարները միանգամից կգնան խնձորի այգի։ Քանի բեռնատար կարողացար գտնել։ Դե 3-ը։ Դե լավ։ Ես հիմա կզանգեմ Արշակին, կզգուշացնեմ, որ ինքն էլ զգուշացնի իր ծանոթներին շուկայում, որ խնձորը այսօր լինելու է։ Այ կարաս չզանգես։ Ճանապարհին կմտնենք, Արշակին կզգուշացնենք։ Չէ, դե դուշ կլինի։ Գորիկն ու Սեդան էլ սպասում են։ Խաժակն էլ ասեց, որ բերքավակը արդեն սկսել են ու սպասում են մեզ։ Հա, հասկացա։ Համո մի բան եմ մտածում, գիտես։ Ինչ։ Միրգ հավաքող կազմակերպություն կա։ Այդ ծանոթ տղեկ կա, որ իրենց հետ է խոսում։ Ասեցին, որ կարող են պայմանավորվել այդ գործարանների հետ, որ մեզնից էլ խնձոր վերցնեն։ Այք։ Դրա համար նախնական պայմանավորվածություն ա պետք։ Պետք է պայմանագիր կնքես։ Թե չէ, հենց այնպես, ով է մեզանից միրգ ընդունել։ Որ գործարան։ Հանուն ասեցի ծանոթներ ունեմ։ Այդ նախքին ծանոթներդ, հա։ Չէ։ Նախկին ծանոթներից չեմ։ Այդ տղերքի հետ ծանոթացել եմ բերքը հանձնելու ժամանակ։ Հա։ Թե չէ մտածեցի, երկու կոպեկ փող անգել ձեռդ, նախքին ծանոթներիդ հիշել ես։ Համավերքած գնա։ Թե չէ ես բարի առավոտ եմ, հաստատ կռվելու ենք իրար հետ։ Լավ, շերջան, ոնց կասես, գնացինք։ Սյուր ջան, ես շուտ ես վերկացել։ Չկարողացա նորմալ քնել։ Ինչ, նախաճաշ պատրաստեմ, թե ինչ-որ բան պատվիրենք։ Չէ, ես գնում եմ։ Դու ավելի լավ է քո համար մի բան պատվիրի կեր։ Էդգար, ուր ես գնում։ Պապայի մոտ, այսօր խնձորի բերքահավաք է, գնամ կարող եմ մի բանով էլ ես օգնեմ։ Դե ես էլ եմ գալիս։ Ուր։ Չասեցիր բերքահավաքը։ Բերքահավաքի տեղը դու ինչ ես կորցրել։ Կգանք խնձոր հավաքելու, հետո էլ մաքուր օդ կշնչենք։ Սյուս դու ավելի լավ արի մնա տանը։ Զանգի ընկերուհիներից հետ մեկին, թող գան, միտեղ դուրս եկեք իրար հետ։
Ես չեմ ուզում այդ գալ ոչ մեկի զանգեմ, ես ուզում եմ քեզ հետ գալ։ Սյուս գալու ես։ Օրվա երկրորդ կեսին հոգնելու ես, ինձ ասելու ես տար տուն, ու ես չեմ կարողանալու պապային օգնել, հասկանում ես։ Լավ էլի Էդգար։ Լավ, արի սենց պայմանավորվենք։ Մնում ես տանը։ Երեկոյան ես կգամ ու իրար հետ միտեղ կգնանք, լավ։ Պարզա, դուրս չենք գալու։ Եթե հոգնած չլինեմ, կգնանք։ Լավ, Սյուս, արի չվիճենք, հա։ լավ։ Եթե երեկոյան ինձ տեղ տանես, չենք վիճի։ Լավ կտանեմ։ Աչքիս հայկի գործերը լավանում են։ Այդ լավա նշանակում է դեռ ամեն ինչ կորած չի։ Հայկը ամեն դեպքում իր ունեցածը կթողնի Էդգարին։ Իսկ Էդգարը այսքանից հետո չի համարձակվի ինձնից հեռանալ։ Էդգարը իմն է։